Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այս 4 օրերի ընթացքում մենք քննարկում ենք, մտքեր ենք փոխանակում եւ այս ամենը միտված է կարևոր մեկ բանի՝ ձևավորել ազգային ժողովի ղեկավար կազմը։ Իրապես խորհրդարանական երկրում սա չափազանց կարևոր իրադարձություն է եւ այս իրադարձությանը միտված են այն մտքերի երբեմն բախումները, երբեմն հակասությունները, որոնց ականատեսն եք լինում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու մոտ տարակուսանք կամ երկմտություն չի առաջանում, թե ովքեր են այսօր նստած ազգային ժողովի ղեկավար կազմում։ Արժանի մարդիկ, որոնք արժանի են ոչ միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության քվեարկության արդյունքում, այլ նաև մեր սիրելի ընդդիմադիր գործընկերները վստահ են, որ ներքուստ համակարծիք են, որովհետև շատ հաճախ ելույթների ընթացքում, երբ որ քաղաքական միտք էր հնչում, դիտարկում, եզրահանգում, զգացվում էր էմոցիան, գլխի շարժումները, համաձայնությունները, իրար միջև ինչ-որ մտքերի փոխանակությունները, բայց դե իհարկե հասկանում եմ, քանի դեռ Լուբյանկայից այլ մեթոդիկա չեք ստացել, չեք ծափահարում, չեք քննարկում, նորմալ է։ Հերթական անգամ մենք մտքերի փոխանակման ընթացքում ականատեսն ենք լինում, որ հիմնական երկխոսությունը չի ծավալվում կոնկրետ անձերի վերաբերյալ, որովհետև թիրախավորելու գրեթե բան չկա, այլ տեսից, դենից, հնից, նորից խոսում ենք։ Եվ այժմ մենք քննարկում ենք ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում պարոն Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը, ում քաղաքական ուղին եղել է ձեր բոլորի աչքի առաջ։ Անձ, ով աշխատանքը սկսել է կուսակցության հանրային կապերի ոլորտում, այնուհետև 2 անգամ ընտրվել է կուսակցության փոխնախագահ եւ ամենավատ բանը, որ սարսափում են մեր ընդդիմադիր գործընկերները, երբ նայում են աճ, դա Վահագն Ալեքսանյանն է, որովհետև իրենց սարսափելի այդ բառը, որ կա, քաղաքացիական պայմանագրի հաղթանակ ընտրություններում անմիջականորեն վերաբերում է նաեւ Վահագն Ալեքսանյանին։ Նստած է մեր նախընտրական շտաբի ղեկավարը պարոն Արայք Հարությունյանը, պարոն Վահագն Ալեքսանյանը, ով PR-ի մասն է ղեկավարել, եւ ես հասկանում եմ, որ իրենց ելույթներից եւ իրենց աշխատանքից դուք մի փոքր առնվազն կաշկանդված եք։ Այո, պարոն Ալեքսանյանը ընտրությունների ընթացքում գլխավորել է PR գործունեությունը եւ դա իրականացրել է փայլուն, եւ դա է նաեւ պատճառը, որ ձեր Իսրայելից, Մոզամբիկից, Մավրիտանիայից հրավիրված փորձագետները չեն կարողացել որևէ կերպ PR արշավում մրցակից լինել, նույնը վերաբերում է Հայաստան դաշինքին, երբ որ Հայաստանում երևի ամենաթանկ PR շիկներին դուք վճարում եք, այնուամենայնիվ քաղաքական տեղեկատվական արշավում զիջում եք։ Ինչու՞։ Բացատրեմ ինչու։ Որովհետև որևէ գումարով հնարավոր չէ զգալ այն, ինչ ասում է մեր ժողովուրդը, այն, ինչ բխում է ժողովրդի սրտից, լեզվամտածողությունից։ Դա գումարով հնարավոր չէ գնել։ Այո, գումարով հնարավոր է գնել շատ Facebook-յան էջեր։ Որոշները իհարկե հիմնադրամից չվճարել, չհայտարարել, դա մեկ այլ պատմություն է։ Գումարով հնարավոր է գնել շատ ԶԼՄ-ներ եւ իրական սեփականատերեր չերևալ։ Այո, շատ բան հնարավոր է անել գումարով։ Բայց գիտեք, այն ամենը ինչ որ դու գումարով եք անում, մենք անվճար ենք անում մեր օրգանական Facebook-յան էջերով։ Ղեկավար կազմի իմ շատ գործընկերների, որոնք նստած են դալիճում, ընդհանրապես Facebook-յան էջի մեկ լայվը, ձեր արշավները տեղեկատվական, վճարովի տեսանյութերը, խոսքերը, հրապարակումները լրացնում էին։ Այո, հենց դրա համար է, որ դուք չեք կարող հանդուրժել եւ մանտրայի նման առավոտից երեկո կրկնում եք լեգիտիմ իշխանություն չէ եւ ձայները գողացել եք։ Առավոտյան եք կրկնում, երեկոյան եք կրկնում, ցերեկը կեսօրին էլ ազգային ժողովի ամբիոնից եւ իհարկե պարտադիր ծափահարում եք։ Իհարկե ես ոգևորում եմ նաև այն բոլոր գործընկերներին, որոնք առաջին անգամ են մոտենում ամբիոնին եւ պետք է ոգևորել։ Բայց ծափահարության մասին խոսելիս ինձ համար առնվազն տարեկուսելի է, սիրելի գործընկերներ, երբ երկրի նախագահան խոսում էր եւ ձեր կողմից արձագանք չկար։ Երկրի նախագահան քաղաքացիական պայմանագրից չէ, երկրի սիմվոլ է եւ դա հարգանքի նշան է։ Երբ որ դուք խոսում եք բարեկրթությունից, բարեկրթությունը գալիս է նաեւ պարզ գործողություններից։ Տարակուսելի կլինի մեր ժողովրդի համար, թե ինչու ազգային ժողովի падգամավորը չի հարգում օրենքը։
երթման արարողությանը ոտքի չի կանգնում։ Գրված է, չէ՞։ Ինձ համար տարակուսելի եւ անընդունելի է, երբ որ գիտեք, պետական արարողակարգի մասին օրենք կա, երբ որ հնչում է երկրի հիմնը, բարդ բան կա ձեռքը դնել սրտին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Լիլիթ Գալստյանին, տեսել եմ գործընկերներ նաև ուժեղ Հայաստանից 1-2 հոգի, կներեք այդ պայն անունները չեմ ֆիքսել։ Դա գիտեք, դա ՔՊ-ի հիմնը չի։ Դա Հայաստանի Հանրապետության օրներն է։ Պետական արարողակարգով ընդունված է, որ ձեռքը պետք է դնել սրտին, որովհետև հիմնը բխում է սրտից։ Ես իհարկե հասկանում եմ, որ ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Վելիկայա Դերժավան, բայց Հայաստանի հիմնը այլ է, ընկերներ։ Եվ այդ ամենը բնականաբար խոսում է ինչի մասին, որ ազգային ժողովի դահլիճում այն մարդիկ, ովքեր օժտված են առաջնային մանդատով, չեն հարգում օրենքը։ Եվ այս ամենը բխում է այն հանգամանքից, որ այս մարդկանց այստեղ լինելը պայմանավորված է մեկ կարևոր առաքելությամբ, գործառույթով։ Այս մարդիկ եկել են այստեղ, որպեսզի իրենց համոզմունքը ներկայացնեն եւ փաստ են, որ իրենք ջատագովն են չպետության, պետության չգոյության եւ ձեր բոլոր քայլերը եւ քարոզարշավի ընթացքում սիրելի եւ հարգելի գործընկերներ, եւ հիմա խոսում է դրա մասին։ Եթե դուք պետական սիմվոլը չեք հարգում, պետական օրենքները չեք հարգում, արարողակարգային այն գործառույթները, որոնք բխում են կրկին օրենքից չեք հարգում, դուք չեք ուզում տեսնել պետություն։ Այո, ծայրագավառ կարող է, ինչ որ գուբերնիա կարող է, բայց ոչ պետություն։ Եվ սա կոնկրետ վարքագիծ է եւ կոնկրետ ձեր քայլերն են վկայում այս մասին։ Ես այս օրերին տեսնում եմ, որ շատ հաճախ խոսույթը ձևավորվում է պատմական հայրենիքի եւ իրական հայրենիքի մասին, պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի մասին։ Խնդրում եմ ուշադիր լսել։ Մենք այս երկուսը երբեք որևէ պարագայում, որևէ տեղ չենք հակադրում։ Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում իրական Հայաստանի գոյությունը, այն Հայաստանի, որտեղ ես եւ դուք ապրում եք։ Եվ ուրեմն որպես աքսիոմա ընդունեք, հիշեք, մտապահեք եւ ձեր մանտրան փոխեք։ Հայրենիքը պետությունն է։ Եվ պետք չի փնտրել երազանքի հայրենիք, որովհետեւ մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ ապրում ենք։ Շնորհակալություն։